Ստոր բերված է գաղտնիքների գրքի 3 հրդրվագ մարդկության ծագումը։ Ո՞վ է մարդկությունը գրքի համառոտ շարադրանքը, որը համեմատում է ակադեմիական աշխարհի գիտության դժվար ճյուղերի կողմից մարդու ծագումը բացատրելու համար օգտագործվող պնդումները։ Պնդումները բազմազան են, պատկերելով մարդկային տեսակի ծագումը բջջից, բեղմնավորված ձվաբջջից, որը ծագում չէ։ Կապիկ, կապիկի դնդ չկա, ծագում չէ, ծուկ, ընդհանուր նախնի։ Ծագում չէ։ Եթե չգիտեք ձեր ծագումը, ապա որին եք հավատում։ Հետազոտության ընթացքում համեմատվել են պնդումները, պնդվող ծագման վավերականությունը գնահատելու համար, մարդու գենոմի նախագծից ստացված տարբերությունները համեմատվել են յուրաքանչյուր պնդման հետ, դրանցից ոչ մեկը չէր կարող համեմատվել գենետիկական հետազոտության արդյունքների հետ։ Գաղտնիքների գրքի 3 հրդրվագ, մարդկության ծագումը։ Ո՞վ է մարդկությունը բաժանորդային հրատարակությունը ներկայացնում է մարդու գենոմի նախագծի արդյունքներին զուգահեռ եզրակացություններ տրամադրում է մարդկության նախնիների մասին տեղեկություններ։ Մենք առաջարկում ենք 3.99 ԱՄՆ դոլար մեկնարկային գին անիցիալների աշխարհը 3 սերիայից բաղկացած սերիայի համար, բաժանորդագրողները կկարողանան մասնակցել գաղտնիքի գրքի հատուկ ակցիաներին։ Անիցիալների աշխարհը, աշխարհի վերջը ինչպես գրված է հայտնության գլխում։ Հոգոր աշխարհներ, գաղտնիքների գիրք, 2 սերիա, երբ մենք լքում ենք այս աշխարհը, մենք մտնում ենք այս աշխարհ։ Մարդկության ծագումը, ո՞վ է մարդկությունը, բացահայտում է մարդկության նախնուն գրավոր խոսքով, ինչը հաստատվում է մարդու գենոմի նախագծով։ Այս հատուկ առաջարկը ներկայացնում է խնայողություն ներառում է բացառիկ առաջարկներ, որոնք հասանելի են միայն Patreon-ի բաժանորդների համար։ 2025 թվականի հունիս գաղտնիքների գիրքը Աստվածաշնչյան լուծումը տրամադրում է հրահանգներ, որոնք յուրաքանչյուրը կարող է օգտագործել, որոնք կկանխեն մահվան կողմից հոգու խլումը։ Աստվածաշնչյան լուծումը հնարավորություն է տալիս հաղթանակ տանել մահվան նկատմամբ, ինչպես գրված է Կորինթացիներին 15:55-ում։ Պաշտամունքի հին մեթոդը, որտեղ արեգակի լույսն ուղղվում է մարմնի մեջ նրա միջով, կլուսավորի այն ներսից, այն արագությամբ, ինչպես լույսը վռնդում է խավարը յուրաքանչյուր բջջից։ Էպիֆիզը գլողան լույսի ֆոտոններով, հաճախականություններով էներգիայով, որը հետում է նյարդերին, ծարկերակներին, երակներին։ Պրադամիտների կողմից հայտնի այս պաշտամունքի սովորույթը նրանց արարիչ Աստծո հետ հաղորդակցվելու միջոցն է, դրա ապացույցը կարելի է տեսնել ձեռքի վրա։ Առանց կազմակերպված կրոնի Աստծո հանդեպ հավատը որոշակի վարդապետությունների ծեսերի սահմաններից դուրս Աստծո գոյությանը հավատալու գաղափարն է։ Հատուկ հղում կլինի Ենովքի աղոթքը, որը ողջամիտ մոտեցում է ապահովում, առանց նենգության կամ խաբեության փոխանցելու պատվիրանը կատարելու Աստծուն փնտրելու սրտանց ցանկությունը։ Անիցիալների աշխարհը գաղտնիքների գիրքը շարքը անձնական ճանապարհորդություն է, որը կատարում է ներկայի Աստծուն փնտրելու հրամանը բացում դռներ ինքնաճանաչման համար։ Անիցիալների աշխարհը շարքը ներկայացնում է երկրի կատակլիզմային վերջի նախագուշակությունը, ինչպես նկարագրված է հայտնություն գլխում։ Մեր արեգակնային համակարգի մոլորակները թեքված են իրենց առանցքից, բոլորը նույն ուղղությամբ, ինչը հաստատում է մագնիսական մոլորակի չափ մարմնի անցումը արեգակնային համակարգով։ Մարս լենտերի լուսանկարները ցույց են տալիս Մարսի կարծր մակերեսը, մանտիա, աստղային փոշու թեթ շերտ կարծր մակերեսի բեկորներ։ Տեսախցիկը պտտվել է 360 աստիճանով ցույց է տալիս, որ Մարսի մակերեսին հող, ջուր մթնոլորտ չկա։ Այս պատկերը լրացուցիչ ապացույցներ է ներկայացնում մոլորակը ոչնչացրած աղետալի իրադարձության մասին, դրա մնացորդները կոչվում են աստերոիդների գոտի։ Գաղտնիքների գիրքը նշանները նկարագրում են, որ Երկիրը կտեսնի կործանիչի հայտնվելը որպես հեռավոր լույս արեգակի հակառակ կողմում, բայց կհասկանա, որ այն կմեծանա չափսերով, սա այն նշանն է, որ կործանիչը վերադարձել է։ Խնդրում ենք մեկնաբանել, լայքել կամ բաժանորդագրվել, եթե ցանկանում եք տեղեկություններ ստանալ մեր հատուկ առաջարկի մասին։ Օգտագործեք QR կոդը, որը կուղղորդի ձեզ մեր Patreon կայք։ Հարցեր ունեք? Հասցե info@partnershipamerica.org